ցավալին այն է, որ այն ժամանակաշրջանում, երբ այս տարածաշրջանում, փխրուն իրավիճակ է, հաշվի առնելով այն, թե ինչ է տեղի ունենում Իրանում, Եզրաս Ներսիսյանը հակառակը գտնում է ժամանակ, որ խոսի եւ փորձի նորից հարվածներ եւ ականներ տեղադրել Հայաստանի Հանրապետությանը եւ Հանրապետության տակ։ Սա նորից խոսում է դրա մասին, որ նա ոչ մի կապ չունի կրոնի հետ, նա ոչ մի կապ չունի քրիստոնեության հետ եւ մենք չենք կարող մոռանալ, որ մի քանի ժամանակ առաջ նա օհրնում էր ռուսահայերին, որպեսզի իրեն գնան եւ սպանեն ուկրաինացիներին եւ ուկրաինահայերին։ Դա մնալու է իր վրա։ Նա մնալու է պատմությունում որպես մի քահանա, ով օհրնում էր պատերազմի տարիներին մեր հայրենակից ռուսահայերին, որպեսզի նրանք գնան եւ սպանեն իրենց հայրենակից ուկրաինահայերին։ Դա միանշանակ է։ Իրենք ինքը ինչ էլ անի, դա մնալու է իր վրա։ Եվ հետեւաբար ցանկացած իր հայտարարություն, երբ մենք լսում ենք, մենք պետք է հասկանանք, որ նա այն մարդն է, այն քահանան, ով նման գործելաոճ է դրսևորել պատերազմի թեժ պահերին։ Իրենք ոչ թե խոսում են, որպեսզի ռուսահայերն ու ուկրաինահայերը իրար չսպանեն, այլ իրենք օհրում են, որպեսզի իրեն գնան եւ մասնակցեն ռուսական ագրեսիայի։ Եվ շատ կարևոր է այստեղ հասկանալ, որ ուկրաինացիներն են ագրեսիայի զոհը, ոչ թե ռուսները։ Ռուսներն են հարձակվել ուկրաինացիները, ոչ թե հակառակը։ Եվ այդ քահանան օհնում էր, որպեսզի իրեն գնան եւ մասնակցեն այդ ագրեսիայի։ Դա շատ կարևոր է ֆիքսել։ Եւ հետեւաբար ցանկացած խոսք, որ նա արտաբերում է, մենք պետք է հասկանանք, որ նա որպես մարդ, նա որպես քահանա, որպես Աստծո խոսք տարածող ջնջված է, նա գոյություն չունի։ Իսկ որպես ինչ է հիմա խոսում։ Նա պակ անդամ Կարոն է։